Ու ինձ ուղղակի շատ հետաքրքիր է եւ ինձ շատ է մտահոգում, ինչու են մեր որոշ հայ աղջիկներ եւ կանայք խենթանում արաբական երաժշտության համար, արաբական երաժշտության տակ ապրելու համար, արաբական բարի շարժումներ անելու համար, իրենց սթորիները, նկարները, հրապարակումները, տեսանյութեր եւ այլն ներկայացնում են հենց արաբական երաժշտության տակ, թերթում է սթորիները արաբական, ու դա նոր չէ, դա երկար տարիներ է արդեն, դա մի կոնկրետ խումբ է, կանանց կոնկրետ տեսակ է, ում մեջ ոչ քրիստոնեությունն է ապրում ամբողջովին, անունով քրիստոնյաներ են, եւ ովքեր անունով հայ են, անունով հատուկ խումբ է կանանց, որովհետև այն կանայք, այն աղջիկները, ովքեր իրենց հոգում, սրտում եւ մտքում եւ կյանքում իրենց բոլոր գործողություններում ունեն Հիսուս Քրիստոսին եւ իրենց հայ լինելն են զգում ամբողջովին, նրանք չեն խենթանում արաբական մուղամների համար, ելևեջների համար, արաբական շարժումներով պարերի համար, արաբական երաժշտություն չի հնչում իրենց տներից ու մեքենաներից, իրենց բոլոր սթորիները ամեն ինչ ներկայացնեն արաբական երաժշտության տակ, ավելի շատ արաբական պարեր պարեն հավաքույթների ժամանակ, քան հայկական, ինչու, քո մեջի հայը կռիվ չունի ընդհանրապես այդ արաբա-մուսուլմանական, այդ ելևեջների հետ, այդ պարերի հետ, կամ պորտապարերի հետ, որ դուք անում եք, կամ քո ուղղակի քո առօրյա կյանքից դու նորմալ սովորական հայ աղջիկ ես, կին ես, լավ, քո նորմալ սովորական առօրյական կյանքից քո երեխաների, քո ընտանեկան կամ հենց քո անձի նկարները, վիդեոները տեղադրում ես հենց արաբական երաժշտության տակ, հիմնականը արաբական, ինչ է, ուրիշ գեղեցիկ երաժշտություն չկա այս աշխարհում, եթե հայկականը չես սիրում, ուրիշ չկա։ Օրինակ ես երբ տեսնում եմ, որ ինչ-որ մի աղջիկ Instagram-ում ինչ-որ տեսանյութ է բերում, հայ աղջիկ, Դուբայում, օրինակ, ինչ-որ ակումբում, գրեթե մերկապարի կամ պորտապարի հագուստով պարում է արաբական, ու արաբ տղամարդիկ նրան են նայում։ Բայց այդ աղջիկը գիտեք ինչ ինքնագոհ եւ ինքնաբավ կարող է լինել, կարծես աշխարհի թագուհին ինքն է, չհասկանալով ինչքան է նստեմացնում հային եւ ինչքան է նստեմացնում քրիստոնյա կնոջը։ Կամ սովորական կինը, դու ուրիշ երաժշտություն չգիտես, ինչու է քեզ արաբական այդ ելևեջը այդքան գրավում, ինչու, իսկ կա աղջիկ, որ նրա մեջ հայությունն է խոսում, հայ լինելը եւ քրիստոնյա լինելը, կան կանայք, ովքեր իրական հայեր են, գենետիկ մաքուր իրական հայ են իրենց զգում, իրենց սկզբունքները հայի են եւ քրիստոնյայի են, եւ նրանք ընդհանրապես ոչ լսում են նման երաժշտություն, ոչ հաճելի է նրանց, ոչ պարում են դրա տակ, ոչ ներկայանում են դրա տակ, այդ երաժշտության տակ։ Ինչու է այդպես։ Ուղղակի կարող եք ասել, ինչու է այդպես, ինչու են շատ հազարավոր հայ աղջիկներ եւ կանայք խենթանում, խելագարվում արաբական երաժշտության համար, արաբամոլ, մուսուլմանամոլ, ճաշակ է, կանչ է, կանչ, ձեր արյան կանչը, ձեր գենետիկ կանչը, ձեր հոգու կանչը, ձեզ տանում է այդ երաժշտություն դեպի, չկա հայկական երաժշտություն համապատասխան ձեր սթորիներին, կամ ուրիշ երաժշտություն, չկա համապատասխան ձեր սթորիներին, ձեր պարելու համար, միայն դա է համապատասխանում ձեր երեխաների, ձեր նկարները տեղադրելիս, միայն արաբական երաժշտությունն է համապատասխանում,
Դուք ձեզ դա եք կամենում, դա եք ուզում, դա եք ընտրում։ Գիտեք, չի կարա քրիստոնեությունը ուղակի քրիստոնյա կինը, քրիստոնյա աղջիկը ձուլվի արաբական երաժշտության հետ։ Ես չեմ դատում, ես ճշմարտությունն եմ խոսում։ Գոյություն ունի ազգային եւ հոգեվոր սկզբունքներ, որ պիտի մարդ ունենա իր մեջ։ Ու դա ինձ մոտ շատ վաղուց է այդպես։ Շատ վաղուց, շատ երկար տարիներ ես ուղղակի չեմ հաշտվում։ Եվ իմ մտերիմներից, ովքեր որ լսում էին նման երաժշտություն, իրենք գիտեին, որ ես դա չեմ կարող հանդուրժել, չեմ կարողանում, իմ ականջները չեն կարողանում լսել դա։